Հարևան Թուրքիայում կարծում են քրդական բանվորական կուսակցության ինքնալուծարումը երկրի պատմության նոր էջն է, բայց երաշխիքները պահանջում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուժայիններից, որ քրդերը հանկարծ չփորձեն խուսափել Հյուսիսային Իրաքի լեռներում կուսակցության 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ ընդունած որոշումների կատարումից։ Մեր անվտանգության ուժերն ու մյուս կառույցները պետք է ուշ-ուշով հետևեն այս գործընթացին, որպեսզի դրա ժամանակ որևէ անցանկալի միջադեպ տեղի չունենա, իսկ խոստումները, որոնք հնչել են, կատարվեն։ Պատմական իրադարձություն է անշուշտ, ասում է թուրքագետը, պատճառները բազմաթիվ են աշխարհաքաղաքականից մինչև ֆինանսական, բայց ավարտված է քրդական պայքարը, զինվածը միայն մեկնաբանում են քուրդ գործիչները։ Քուրդ գործիչները Թուրքիայում դեմ կուսակցության մաս են կազմում, որը խորհրդարանում ներկայացված է։ Նրանք էլ են ողջունել այս գործընթացը։ Եվ հիմա սա նշանակում է կամ նրանց կողմից ներկայացվում է ոչ թե քրդերի պայքարի ավարտ, այլ զինված պայքարի ավարտ։ Հետաքրքրական է, որ թուրք հասարակությունն ու տարբեր գործիչներ խիստ տարբեր են մեկնաբանում կատարվածը։ 1970-ականների վերջին ստեղծված եւ 1984-ից թուրքական պետության դեմ զինված պայքար մղող քրդական բանվորական կուսակցության լուծարումից հետո, ըստ թուրք ընդդիմադիրների, Էրդողանը պատրաստ է քրդերի հետ հաշտեցման մի նոր գործընթաց սկսել, որի դիմաց խորհրդարանում ներկայացված քրդամետ կուսակցությունը կքվեարկի սահմանադրական փոփոխությունների օգտին, որոնք էլ իրենց հերթին Թուրքիայի նախագահի համար ճանապարհ կբացեն դեպի պաշտոնավարման եւս մեկ վերջին ժամկետ։ Բայց կարծիք կա նաև, որ այսպիսով Էրդողանը կորցնում է ընտրություններում օգտագործվող քաղաքական կարևոր հենարաններից մեկը։ Գործընթացը սակայն այսպես թե այնպես բարձրացնում է թուրքական իշխանության հեղինակությունը, կարծում է թուրքագետը։ Թուրքիան նոր հնարավորություններ է ստանում Մերձավոր Արևելքում։ Եվ Թուրքիայի համար շատ կարևոր է, որ ինքը այդ կազմակերպությունը պետական, որը զենքը ձեռքին պայքարում է իշխանության դեմ, այդ կազմակերպությունը վերանա։ Դա իր հեղինակությունը կբարձրացնի, իշխանությունը կուժեղացնի, դա ակնհայտ է։ Էրդողանը սա կօգտագործի իր դիրքերը երկրի ընտրազանգվածում ավելի ուժեղացնելու համար։ Նախագահական ընտրություններ Թուրքիայում 2028-ին են նախատեսվում, բայց 3 տարի անց Էրդողանը տարիքի պատճառով դրանց մասնակցել չի կարողանա։ Պարզից էլ պարզ է 7 տասնամյակը բոլորած նախագահին արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառներ, աջակցություն ու նաև դրանցում բացարձակ առաջատար լինելու հեղինակություն է պետք։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։